Պարոն Նահապետյան, շնորհակալություն զեկույցի համար, սակայն մի հաց եմ ուզում տալ, որը զեկույցում զետեղված չի, ուղղակի կարծում եմ հետաքրքիր է բոլորիս։ 2018 թվականին մեծ աղմուկ առաջացրեց, երբ խոսվում էր մանումենտում գտնվող առանձնատների վերաբերյալ, որպես ապօրինի ծագում ունեցող գույք, 2018 թվականի հոկտեմբերին այդ առանձնատների հետ կապված քրեական գործառույթվեց ՀՔԾ-ում, հետևաբար դա պիտի որ փոխանցված լինի հակակոռուպցիոն կոմիտե, որից հետո եղել են մամուլում տարբեր հրապարակումներ, սակայն այդ հրապարակումները վերաբերել են նրան, որ հակակոռուպցիոն կոմիտեից որևէ արձագանք չկա, ես մամուլի հրապարակումներն եմ զուտ հղում տալիս, պարոն Նահապետյան, կամ դատախազության որևէ Նրան որ դատախազությունում էլ այնպես չի, որ ինչ-որ լուրջ արձագանք են տալիս այդ գործերի վերաբերյալ։ Եվ խոսքը վերաբերում էր բազմաթիվ առանձնատների, որոնց վերաբերյալ եւ հետք ուներ հետաքննություն եւ հրապարակում եւ բազմաթիվ հետաքննություններ կային։ Արդյոք կա գործ, կա վարույթ եւ բոլորս գիտենք, թե այդ առանձնատներն ում են պատկանում կամ չգիտենք, գուցե, բայց առանձնատները կան եւ գտնվում են տեղում։ Ինչ կասեք այս մասով, պարոն Նահապետյան, շնորհակալություն։ Շնորհակալություն հարցի համար Տիկին Դավոյան, ասեմ, որ վարույթ կա, այդ վարույթը քննվում է 2018 թվականից, եթե չեմ սխալվում, որն է քննության ցկցկման պատճառը եղել, ցկցկման պատճառը եղել է նշանակված բազմատեսակ փորձաքննությունները այդ հողամասերի հետ կապված, սակայն ներկայում մենք փորձաքննությունների եզրակացությունները ստացել ենք եւ հիմնավորել ենք, որ մի շարք հողամասեր համարվում են հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով նախատեսված օտարման ոչ ենթակա հողամասեր եւ այս մասով առաջիկայում մենք գործողություններ կիրականացնենք, իրավական գնահատականներ կտանք եւ հանրությունը կիրազեկվի այս վարույթի վերաբերյալ։ Այսքանը կարող եմ ասել։ Արձագանքեմ, ես էլի ինչ խոսում եմ մամուլից է իմ տեղեկատվությունը, այնտեղ կար, որ ինչ-որ առանձնատներ նաև վաճառվել են այդ ընթացքում, 18 թվականից մինչ այսօր, չգիտեմ դա որքանով է իրական թե ոչ, այսինքն սեփականատիրոջ փոփոխությունը տեղի ունեցել եւ արդյոք այդ ընթացիկ process-ները չեն խանգարի գործին, որովհետեւ նայեք 2018 թվականից գործը կա հարուցված, բայց եզրակացությունները, փորձաքննությունները այսքան տարի հետո են տեղ հասել, ես այդտեղ եմ մեծագույն խնդիր տեսնում եւ գուցե եւ ոչ թե գուցե եւ կոռուպցիոն ռիսկ էր, որովհետեւ այսքան տարի փորձաքննությունները չեն կարող ձգձգվել իմ սուբյեկտիվ կարծիքով, որպես քաղաքացի եմ ասում եւ քաղաքացու տեսանկյունից հիմա մենք խոսում ենք հրապարակումներ ենք անում, ասում ենք, որ այ ապօրինի գույք են եւ այլ եւ փորձաքննությունները տարիներով հետաձգվում են։ Մենք ես այսօր կարող եմ հիմնվել ձեր խոսքի վրա, որ օրինակ պայմանական եմ ասում, այս տարի մենք ունենանք սրա հետ կապված հրապարակումներ, գործի ընթացքի մասին հստակություն կունենանք եւ հանրությանը կարող ենք ասել, թե 2018 թվականին հարուցված քրեական գործը ինչպիսի ընթացք ունի եւ ինչպիսի արդյունքներ ենք ակնկալում։ Այո, Տիկին Դավոյան, այս տարվա ընթացքում հանրությունը եւ բնականաբար դուք նույնպես կիրազեկվեք այդ քրեական վարույթի ընթացքի վերաբերյալ, ես ասացի, որ կոնկրետ իրավական գնահատականներ կտրվեն, ինչ վերաբերում է փորձաքննություններին, ապա պետք է նշեմ, որ փորձագիտական հիմնարկները իրականում աշխատում են աննախադեպ մեծ կերծ անաբեռնվածությամբ եւ ուշացման ցկցկումների պատճառը հենց կերծ անաբեռնված աշխատանքն է։ Համենայնդեպս այդ վարույթով մենք ստացել ենք փորձաքննության եզրակացությունները եւ ստացել ենք վարույթի համար նշանակություն ունեցող ապացուցողական տվյալներ ու տեղեկություններ։ Ինչ վերաբերում է օտարված առանձնատներին, ապա մենք ոչ միայն առանձնատների մասով, նաեւ հողամասերի մասով ունենք օտարումներ, այսինքն երբ որ առաջնային կարգով ունեցել ենք մի գնորդ, որը հետագայում վաճառել է մեկ այլ քաղաքացու, երկրորդը երրորդին եւ այսպես մի շարք գնորդներ, բայց ըստ էության սրանք իրավական գնահատականի արժանի հանգամանքներ են եւ մեծ հաշվով վարույթով ապացուցողական նշանակություն ունեցող տվյալների գնահատման անհրաժեշտության դեպքում նաեւ քրեական հետապնդումների մասով որևէ իրավական խնդիր չեն առաջացնի։
Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։